Դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր սոցիալական էջերում հաճախ ակնարկում էր սիրելի ունենալու մասին և միայն մեկ ամիս առաջ նա հայտնեց այն մասին, որ արդեն ամուսնացել է երկրորդ անգամ։ Հանրությունը բուռն կերպով ընդունեց այս լուրն ու քննարկումների ժամանակ հաճախ նշում էր, որ Ալեքսանդր Բաբասյանի երկրորդ կինն ավելի բնական ու գեղեցիկ տեսք ունի։ Մինչ քննարկումներին ու քննադատություններին Լիլիթ Բասյանը ևս հայտնեց սիրելի ունենալու և անսահման երջանիկ լինելու մասին և համացանցը չի դադարում քննարկել այս երկու ստեղծված զույգերի մասին։ Նախկին ամուսինները կարծես այսօր առավել քան երբևէ իրենց երջանիկ են զգում, իսկ մենք ուրախ ենք դրա համար։ Star News-ը ձեզ ներկայացնում է նաև աստղային այլ նորություններ։ Երգիչ Էրիկ Կարապետյանն ու կինը Սվետլանան այսօր նշում են ամուսնության հերթական տարեդարձը։ Այդ առիթով Էրիկ Կարապետյանը կնոջը գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրել, արթնացա այս գեղեցկուհու ուղեկցությամբ, գրել էր Սվետլանան ու շնորհավորել իրեն ու Էրիկ Կարապետյանին միշտ իրար ընտրելու կապակցությամբ։ Star News-ը ևս շնորհավորում է։ Դերասանուհի Մագա Հարությունյանը ևս այսօր ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նա խոսել է սոցիալական էջերի իր ակտիվության, ինչպես նաև նոր լուսանկարներ չտեղադրելու պատճառների մասին։ Star News-ն առանձնացրել է դերասանուհու խոսքը և ներկայացնում է ձեզ առանց մեկնաբանության։ Լուիս իրականում այսօր այնքան անելիք ունեմ, սկսեմ սկզբից, հիմա պետք է գնամ Կաբաջյան, որպեսզի առաջիկա Women's Club-ի բեմական հագուստները փորձեմ, պրեմիերկայի եմ մի խոսքով, հետո ոտնահարդարման եմ, հետո մատնահարդարման եմ ու մեկ էլ հարազատներիցս մեկին պիտի գնամ տեսնելու, եթե ստացվի։ Ուզում եմ այսօր նաև post անեմ։ Շատ երկար ժամանակա չեմ արել ու ոնց նկատում եք, վերջին շրջանում ահա որ պասիվ եմ այդ հարցում, բայց ես ունեմ դրա պատճառները, համ զբաղվածությունս, համ էլ Instagram-ի անասուն ալգորիթմներն է, որոնք իմեջում են post-երը որոշ մարդկանց մոտ չեմ բերում։ Ես չգիտեմ դա լավ է թե վատ, ճիշտն ասած, հենց չեմ հասկանում։ Ճիշտ է, պասիվ է նկարները, բայց կարող է եկի հենց այն խումբն է, որ արժանի էլ չի իմ նկարները տեսնելու։ Մի խոսքով հիմա ուզում եմ ձեզ խնդրեմ, այսօր post եմ անելու, խնդրում եմ ակտիվ եղեք, որևէ ինչ-որ էմոջի գոնե կոմենտներում, ձեր սրտիկը կամեցեք, ղմշեք ինձ մի հատ սիրտ։ Բራሕ չեմ բողոքում, թու, այսքան տարվա էջի համար իմեջը բավականին ակտիվ է, ու իդեպ, չգիտեմ, ովքեր գիտեն սրա մասին, կորեական կոլագենի ջել են ներել, ես սրա մասին իմացել եմ Քայլի Ջեյներից, չէ, անձամբ չի զանգել խորհուրդ տվել, ուղղակի գիտեմ, որ ինքը սրանից է ուտում ամեն առավոտ, հավատացել եմ, որ ինքը ամեն օր սրանից է ուտում, ու ես էլ եմ պեղել Ամերիկայից վերել հասցրել եմ ստեղ և ուտում եմ ամեն առավոտ։ Իմ մոտ կոլագենի շատ լուրջ պակասում էի ես, հիմա ինչքանով է ինքը ինձ օգնել, ունես չէ, որ մի ամիս է ուտում եմ դարել եմ Քայլի Ջեյները, չէ, բայց օրինակ ունեցել եմ հոդացավեր, որ սեզոնային, այսինքն լացելու աստիճան ցավում էր ծնկներս, ոսկորներս, հիմա արդեն չեմ, եղավ դե լավ, շատ երկար բարակ չծամծմեմ, մեծ հասկանամ ինչ եմ հագնում, շատ բան չեմ էլ ուզում անեմ երևի ինձ առօրյա ամեն օր։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ևս իր ինստագրամյան էջում քիչ առաջ կիսվել է իր մտորումներով, առօրյա կյանքի մանրամասներով, ինչպես նաև նոր տան վերանորոգման ընթացքով, իսկ Star News-ն առաջարկում է դիտել տեսանյութը։ Մենք տանն ենք, ու ինչպես տեսնում եք, ես այսօր առանց զարդերի եմ, բայց զարդերս հետս բերել եմ, չեմ հասցրել տանը դնել։ Հիմա միասին դնենք ու այս զարդերի հետ կապված ձեզ մի հատ պատմություն եմ պատմում։ Ես այս ականջողերը ինձ համար չէի գնել։ Գնում եմ ընկերուս համար ականջող եմ գնում, ուզում եմ իր համար շատ լավ նվեր անել, այնպեսին, որ ինքը շատ կհավանի, կուրախանա այդ նվերից եւ այլն։ Բայց գնում եմ նվերը, հետո ոնց որ sense մի քանի օր անցնում է, դեռ չեմ նվիրել, ու պետքա մի քանի օր հետո ուղարկեմ իրեն։ Մտնում եմ պատահման պիրեջ, մեկ էլ տեսնում եմ, որ այս նույն օղերից ինքը ունի, ու նկար ու վիդեո ունի այս օղերով։ Տենց ես դառնում եմ ականջողի տեր։ Հեսա դնեմ նայեք, սիրուն է, սազում է գոնե։ Դե մի հատ նայեք ու ասեք, որ սազում է և շատ սիրուն է իրականում։ Էնպես որ չեմ փոշմանում, որ սխալ բան էի գնել, բայց գիտեք ես այնքան ուշադիր էի, ես շատ երկար ուսումնասիրել էի, երկար նայել էի, ուզում էի հասկանալ ունի չունի դրանից։ Այն էլ պարզվեց վաղուց ուներ ու երևի թե վաղուց չէր դրել, չէի նկատել որով։ Մի խոսքով այսպես նոր ականջողեր ունեմ, կարող եք շնորհավորել։
Ես ու Տիկոն բանավիճում ենք, թե սա ինչ գույնն է, մի հատ խնդրում եմ օգնեք։ Ինչ գույն է սա։ Այսա։ Ես տեսնում եմ ավելի իր մեջ կապտավուն երանգ, սերիա կապտավուն։ Տիկոն ավելի կանաչոտ երանգ։ Դες գույնը ինչ որ անում կունենա բնականաբար, բայց դուք ասեք ավելի շատ ինքը կապույտ է, թե կանաչա։ Ես ավելի կապտավուն եմ տեսնում։ Մեզ կանաչներ պետք, բայց մենք արդեն սա առել ենք։ Չգիտեմ։ Երգչուհի Սոնա Ռուբենյանը եւս ակտիվորեն հրապարակումներ է անում դստեր Մարիի մասնակցությամբ։ Այս անգամ Մարին դիմահարդարում է մայրիկին, իսկ մենք առաջարկում ենք դիտել զվարճալի տեսանյութը։ Մարին, մամայի մեյքափ Շկալի։ օգնեմ։ Շատ շնորհակալ եմ, շատ։ Պապիկի նման։ Պապիկի նման։ Ուտեղ։ Ուզում ես օգնեմ ես քեզ։ Ջունջա ջան, ես կոնկրետ միքերի։ Շատ լավ է։ Մարում ենք սա։ Սա։ Միրոպը։ Այս տարվա միակ հանդիսն է երեկոն հազիվ կարողացա փոկել իմ գրաֆիկից։ Շնես, հեսա սրանով եմ անում։ Չեմ կարանա։ Կանրում եմ մամայի ունքերը։ Ունքը գիտես չէ որն է։ Որը։ Չէ, այդ մուքը չէ, խնդրում եմ։ Այդ փալիկը չէ։ Օգնել եմ փալիկներից։ Հիմա մամային աչքերն եմ նկար։ Քան չեն անում այդ փալը։ Արա։ Հիմա մամայի թուշտրեն եմ նկար։ Ջան։ Շատներ կա։ Այո։ Արյանը, աչքի թարչան է։ Որտե։ Հարթիչներիս։ Լավ է, մյուսներ։ Հիանալի։ Բան ինչ է։ Դիմափոշի բաճ, շատ արեցի։ Լավ, արա։ Հիմա դիմափոշն ենք գցում։ Ստեղ։ Ֆանտաստիկ։ Այդ շատ քիչ են անում, բայց այդ քո կարծիքով տենց լավ է։ Ինձ թվում է հերիք։ Միրոպը։ Վերջին Հերիկա ոմուկ։ Սիրուն է։ Վամպիրեց։ Եվ ահա վերջնական լուքս։ Այ մա։ Չեմ մաքրում, ուղղակի եթե գծերն էի ուղում։ Օպրես մոր ինչ